Գիրք հայտնություն, գլուխ առաջին։ Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվավ իր ծառաներին ցույց տալու ինչ որ շուտով պիտի լինի, եւ իմացրեց իր հրեշտակի ձեռովն ուղարկելով իր Հովհաննես ծառային, որ վկայեց Աստծո խոսքին եւ Հիսուս Քրիստոսի վկայությանը, որ տեսավ։ Երանելի են այս մարգարեության խոսքերը կարդացողը եւ լսողները, եւ սրանում գրվածները պահողները, որովհետեւ ժամանակը մոտեցել է։ Հովհաննես, 7 եկեղեցիներիդ, որ Ասիայումն եք, շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղություն նրանից, որ է, որ էր եւ որ գալու է, եւ այն 7 հոգիներիցը, որ նրա աթոռի առաջինն են։ Եվ Հիսուս Քրիստոս հավատարիմ վկայիցը, որ մեռելներից Անդրանիկը եւ երկրի թագավորների իշխանն է, նրան, որ մեզ սիրեց եւ մեր մեղքերից լվացավ մեզ իր արյունովն, եւ մեզ թագավորներ եւ քահանաներ արավ Աստծո եւ իր Հոր համար։ Նրան փառք եւ զորություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ահա նա գալիս է ամպերով, եւ ամեն աչք կտեսնեն նրան, եւ նրանք, որ խոցեցին նրան, եւ նրա վրա կոծ կանեն երկրի ամեն ազգերը։ Այո, ամեն։ Ես եմ ալֆան եւ օմեղան, սկիզբը եւ վերջը, ասում է Տերը, նա որ է եւ որ էր եւ որ գալու է, ամենակալը։ Ես Հովհաննես, ձեր եղբայր եւ հավասար ընկեր նեղության եւ արքայության եւ Հիսուս Քրիստոսի համբերության պատմոս ասված կղզումն էի Աստծո խոսքի համար եւ Հիսուս Քրիստոսի վկայության համար։ Եվ կիրակի օրը եղա հոգում, եւ իմ ետևից մի մեծ ձայն լսեցի, ինչպես փողի ձայն, որ ասում էր. Ես եմ ալֆան եւ օմեղան, առաջինը եւ վերջինը, եւ ինչ որ տեսնումս գրիր մի գրքի մեջ, եւ ուղարկիր այն 7 եկեղեցիներին, որ Ասիայումն են, Եփեսոս, Զմյուրնե եւ Պերգամոն, եւ Թյուատիրա եւ Սարդես, եւ Փիլադելփիա եւ Լավոդիկե։ Եվ ես ետ դարձա այն ձայնը տեսնելու, որ ինձ հետ խոսում էր, եւ երբ որ դարձա 7 ոսկի ճրագակալ տեսա, եւ այն 7 ճրագակալների միջումը մեկը մարդի որդու նման, պճղնավոր, պատմուճան հագած եւ ստինքների մոտ ոսկի գոտի կապած, եւ նրա գլուխը եւ մազերը սպիտակ բուրդի եւ ձյունի պես սպիտակ էին, եւ նրա աչքերը կրակի բոցի պես, եւ նրա ոտները կարմրած պղնձի պես իբրև հնոցի մեջ կրակ եղած, եւ նրա ձայնը շատ ջրերի ձայնի պես։ Եվ իր աջ ձեռքումը 7 աստղեր ուներ, եւ նրա բերանիցը սրած երկբերան սուր էր դուրս գալիս, եւ նրա երեսն ինչպես արեգակը, որ ճառագայթում է իր զորությամբ։ Եվ երբ որ տեսա նրան, մեռածի պես ընկա նրա ոտների առաջին, եւ նա իր աջ ձեռքն ինձ վրա դրավ եւ ասեց ինձ. Մի վախենար, ես եմ առաջինը եւ վերջինը, եւ կենդանին, եւ ես մեռած էի, եւ ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Եվ ունիմ դժոխքի եւ մահի բանալինները։ Գրիր, ինչ որ տեսնում ես, ինչ որ է եւ ինչ որ նրանից հետո լինելու է։ Այս 7 աստղերի խորհուրդն, որ իմ աջ ձեռքի մեջ տեսար, եւ այն 7 ոսկի ճրագակալները, այն 7 աստղերը 7 եկեղեցիների հրեշտակներն են, եւ այն 7 ճրագակալները 7 եկեղեցիներն են։ Գիրք հայտնություն, գլուխ 2։ Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում այն 7 աստղերն իր աջ ձեռքում ունեցողը, որ 7 ոսկի ճրագակալների մեջ ման է գալիս։ Գիտեմ քո գործերը եւ քո աշխատությունը եւ քո համբերությունը, եւ որ չարերին չես կարողանում համբերել, եւ փորձեցիր նրանց, որ առաքյալ են ձևանում եւ չեն, եւ գտար, որ սուտ են, եւ նեղություններ կրեցիր, եւ համբերություն ունիս, եւ իմ անունի համար աշխատեցիր եւ չթուլացար։ Բայց քեզ դեմ այս ունիմ, որ քո առաջին սերը թողել ես։ Արդիշիր, թե որտեղից վայր ընկար եւ զղջա, եւ առաջի գործերն արա, ապա թե ոչ կգամ շուտով քեզ մոտ եւ քո ճրագակալը կշարժեմ իր տեղիցը, եթե չապաշխարես։ Բայց այս բանն ունիս, որ Նիկողայոսյանների գործերն ատում ես, որոնք ես էլ եմ ատում, ով որ ականջ ունի, թող լսե, ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին, ով որ հաղթում է, նրան կյանքի ծառի ցնուտել կտամ, որ Աստծո դրախտի մեջ է։
Եվ Զմյուրնայի եկեղեցու հրեշտակին գրիր. սա է ասում առաջինը եւ վերջինը, որ մեռած էր եւ կենդանացավ։ Գիտեմ քո գործերը եւ նեղությունը եւ աղքատությունը, բայց դու հարուստ ես։ Եվ գիտեմ նրանց հայհոյանքը, որ ասում են, թե իրանք հրեա են եւ չեն, այլ սատանայի ժողովք են։ Բնավ մի վախենար այն բաներից, որ կրելու ես։ Ահա բանսարկուն ձեզանից բանտի մեջ է գցելու, որ փորձվիք, եւ նեղություն կունենաք 10 օր։ Հավատարիմ եղիր մինչև իմա, եւ կյանքի պսակը կտամ քեզ։ Ով որ ականջ ունի, թող լսե, ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին։ Ով որ հաղթում է, երկրորդ մահիցը չի վնասվի։ Եվ Պերգամոնի եկեղեցու հրեշտակին գրիր. սա է ասում սրած երկսայրի սուրն ունեցողը։ Գիտեմ քո գործերը, եւ թե որտեղ ես բնակվում, ուր որ սատանայի աթոռն է։ Եվ իմ անունը պահում ես, եւ իմ հավատքը չուրացար այն օրերը, որ իմ Անտիպաս հավատարիմ վկան սպանվեցավ ձեր մեջ, ուր որ սատանան է բնակվում։ Բայց քեզ դեմ մի քիչ բաներ ունիմ, որ այդտեղ Բաղաամի վարդապետությունը պահողներ ունիս, որ Բաղակին սովորեցրեց, գայթակղություն դնել Իսրայելի որդկանց առաջին, որ նրանք կուռքի մատաղուտ են եւ պոռնկություն անեն։ Այսպես դու էլ Նիկողայոսյանների վարդապետությունը պահողներ ունիս, որ ես ատում եմ։ Ապաշխարիր, ապա թե ոչ շուտով քեզ մոտ կգամ եւ կպատերազմեմ նրանց հետ իմ բերանի սրովը։ Ով որ ականջ ունի, թող լսե, ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին։ Ով որ հաղթում է այն թագծրած մաննայի ցնուտել կտամ նրան, եւ սպիտակ խիճ կտամ նրան, եւ այն խիճի վրա մի նոր անուն գրված, որ ոչ ոք չգիտե, բացի նա, որ առնում է։ Եվ Թյուատիրայի եկեղեցու հրեշտակին գրիր. սա է ասում Աստծո որդին, որի աչքերը կրակի բոցի պես են, եւ նրա ոտները կարմրած պղնձի նման։ Գիտեմ քո գործերը, եւ սերը, եւ քո ծառայությունը, եւ հավատքը, եւ քո համբերությունը, եւ քո գործերը, եւ որ վերջիններն ավելի են, քան թե առաջինը։ Բայց քեզ դեմ մի քիչ բաներ ունի, որ Հեզաբել կնկանը թույլ ես տալիս, որ իրան մարգարեուհի է ասում, եւ իմ ծառաներին սովորեցնում եւ մոլորեցնում է, որ պոռնկություն անեն եւ կուռքի մատաղուտ են։ Եվ նրան ժամանակ տվի, որ ապաշխարե իր պոռնկությունիցը, եւ նա չապաշխարեց։ Ահա ես նրան անկողինի մեջ կգցեմ, եւ նրա հետ շնացողներին էլ մեծ նեղությունների մեջ, եթե չապաշխարեն իրենց գործերիցը, եւ նրանց որդիքը մահով կսպանեմ։ Եվ բոլոր եկեղեցիները կճանաչեն, որ ես եմ երիկամունքները եւ սրտերը քննողը, եւ կտամ ձեզ ամեն մեկիդ իր գործերի համեմատ։ Իսկ ես ասում եմ ձեզ եւ մյուսներին, որ Թյուատիրայումն եք, որ այս վարդապետությունը չունիք, եւ որ սատանայի խորությունները չճանաչեցիք, ինչպես ասում են։ Ձեզ վրա ուրիշ ծանրություն չեմ գցի, բայց այն, որ ունիք, պահեցեք, մինչև որ ես կգամ։ Եվ ով որ հաղթում է եւ իմ գործերը պահում մինչև վերջը, նրան իշխանություն կտամ ազգերի վրա, եւ նա կհովվե նրանց երկաթե գավազանով, բրուտի ամանի պես կփշրվին նրանք։ Ինչպես ես էլ իմ հորիցն ընդունեցի, եւ ես կտամ նրան առավոտյան աստղը։ Ով որ ականջ ունի, թող լսե, ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին։ Գիրք հայտնություն, գլուխ 3։ Եվ Սարդեսի եկեղեցու հրեշտակին գրիր. սա է ասում Աստծո 7 հոգիները եւ 7 աստղերն ունեցողը։ Գիտեմ քո գործերը, որ անուն ունիս, թե կենդանի ես, բայց մեռած ես։ Արթուն եղիր եւ հաստատիր մնացածներին, որ մեռնելու մոտ են, որովհետեւ քո գործերը կատարյալ չգտա Աստծո առաջին։ Արդիշիր, թե ինչպես ընդունեցիր եւ լսեցիր, եւ պահիր եւ ապաշխարիր։ Ապա թե չարթնանաս, ես կգամ քեզ վրա գողի պես, եւ չես իմանա, թե որ ժամում քեզ մոտ կգամ։ Բայց մի քանի անձինք ունիս Սարդեսի մեջն էլ, որ իրանց հանդերձները չկեղտոտեցրին, եւ նրանք սպիտակներով ման կգան ինձ հետ, որովհետեւ արժանի են։ Ով որ հաղթում է, նա սպիտակ հանդերձներ կհագնե, եւ նրա անունը կյանքի գրքիցը չեմ ջնջիլ, եւ կդավանեմ նրա անունն իմ հոր առաջին եւ նրա հրեշտակների առաջին։
ով որ ականջ ունի, թող լսե, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։ Եվ Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրիր. սա է ասում Սուրբը, ճշմարիտը, որ Դավիթի բանալիներն ունի, որ բանում է եւ ոչով չէ փակում, եւ փակում է եւ ոչով չէ բանում։ Գիտեմ քո գործերը։ Ահա քո առաջին մի բացված դուռ դրի, եւ նրան ոչով կարող չէ փակել, որովհետեւ քիչ զորություն ունիս, եւ իմ խոսքը պահեցիր, եւ իմ անունը չուրացար։ Ահա ես տալիս եմ սատանայի ժողովքիցը եղողներին, որ իրանց համար ասում են, թե հրեա են եւ չեն, այլ սուտ են ասում։ Ահա կանեմ նրանց, որ կգան քո ոտների առաջին եւ երկրպագություն կանեն եւ կճանաչեն, թե ես սիրեցի քեզ։ Որովհետեւ իմ համբերության խոսքը պահեցիր, ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամիցը, որ գալու է այս աշխարհքի վրա, որ փորձե երկրի երեսի վրա բնակողներին։ Ահա ես գալիս եմ շուտով։ Պահիր այն, որ ունիս, որ ոչով չառնե քո պսակը։ Ով որ հաղթում է, սյուն կանեմ նրան իմ Աստծո տաճարումը եւ այլևս դուրս չի գնա։ Եվ նրա վրա կգրեմ իմ Աստծո անունը եւ իմ Աստծո քաղաքի անունը, այն նոր Երուսաղեմի անունը, որ իջնում է երկնքիցն իմ Աստվածանիցը, եւ իմ նոր անունը։ Ով որ ականջ ունի, թող լսե, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։ Եվ Լավոդիկեի եկեղեցու հրեշտակին գրիր. սա է ասում ամենը, հավատարիմ եւ ճշմարիտ վկան, Աստծո արարածների սկիզբը։ Գիտեմ քո գործերը, որ ոչ ցուրտ ես եւ ոչ տաք։ Օհ, թե ցուրտ լինեիր կամ տաք։ Ուրեմն որովհետեւ գաղջ ես եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը։ Որովհետեւ ասում ես, թե ես հարուստ եմ եւ մեծացա եւ ոչ բանի կարոտ չեմ, բայց չգիտես, թե դու թշվառ եւ ողորմելի եւ աղքատ եւ կույր եւ մերկ ես։ Ես խրատ եմ տալիս քեզ։ Ինձանից կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս, եւ սպիտակ հանդերձներ, որ հագնիս, որ քո մերկության ամոթը չերևի, եւ դեղ դիր աչքերիդ, որ տեսնես։ Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում եմ եւ խրատում եմ։ Ուրեմն ջանք արա եւ ապաշխարիր։ Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ։ Եթե մեկը լսե իմ ձայնը եւ դուռը բանա, կմտնեմ նրա մոտ եւ ընթրիք կանեմ նրա հետ, եւ նա ինձ հետ։ Ով որ հաղթում է, կտամ նրան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վրա, ինչպես ես էլ հաղթեցի եւ նստեցի իմ հոր հետ նրա աթոռի վրա։ Ով որ ականջ ունի, թող լսե, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։ Գիրք հայտնություն, գլուխ 4։ Եվ սրանից հետո տեսա, եւ ահա մի բացված դուռ երկնքումը, եւ այն առաջին ձայնը, որ լսեցի փողի պես, որ խոսում էր ինձ հետ, ասեց. վեր ելիր այստեղ, եւ ես ցույց տամ քեզ, ինչ որ լինելու է սրանից հետո։ Եվ ես շուտով հոգում եղա, եւ ահա մի աթոռ կար երկնքումը, եւ աթոռի վրա մեկը նստած։ Եվ նստողը հասպիս եւ սարդիոն քարի երևույթի նման էր։ Եվ աթոռի 4 կողմովը ծիածան կար զմրուխտի երևույթի նման։ Եվ աթոռի 4 կողմովը 20 եւ 4 աթոռներ, եւ այն աթոռների վրա 20 եւ 4 երեցներ նստած, սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց գլուխներին ոսկի պսակներ։ Եվ աթոռիցը փայլատակներ եւ որոտմունք եւ ձայներ էին դուրս գալիս։ Եվ 7 ղամբարներ կրակով բորբոքված աթոռի առաջին, որոնք Աստծո 7 հոգիներն են։ Եվ աթոռի առաջին ապակյա ծով կար, ակնվանու նման, եւ աթոռի մեջ եւ աթոռի 4 կողմովը 4 կենդանիկ, առաջից եւ ետևից լիքն աչքերով։ Եվ առաջին կենդանին առյուծի նման էր, եւ երկրորդ կենդանին զվարակի նման, եւ երրորդ կենդանին մարդի նման երես ուներ, եւ չորրորդ կենդանին թռչող արծվի նման։ Եվ 4 կենդանիների յուրաքանչյուրը 6 թև ունեին, իրանց 4 կողմովը եւ ներսևանց լիքն էին աչքերով, եւ հանգստություն չունեին ցերեկ եւ գիշեր ասելով. Սուրբ, 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 Տեր Աստված ամենակարող, որ էր, որ է եւ որ գալու է։
Եվ երբ որ այն կենդանիները փառք եւ պատիվ եւ գոհություն են տալիս աթոռի վրա նստողին, որ կենդանի է հավիտյանս հավիտյանից, 24 երեցները ընկնում են աթոռի վրա նստողի առաջին եւ երկրպագում նրան, որ կենդանի է հավիտյանս հավիտյանից, եւ իրանց պսակները գցում են աթոռի առաջին եւ ասում. «Արժանի ես Տեր, որ առնես փառքը եւ պատիվը եւ զորությունը, որ դու ստեղծեցիր ամեն բաները, եւ քո կամենալովը կան եւ ստեղծվեցան»։ Գիրք Հայտնություն, գլուխ 5. Եվ աթոռի վրա նստողի աջ ձեռքումը մի գիրք տեսա, որ ներսևանց եւ դրսևանց գրված էր, 7 կնիքով կնքված։ Եվ մի զորավոր հրեշտակ տեսա, որ մեծ ձայնով քարոզում էր. «Ո՞վ է արժանի բանալ այս գիրքը եւ սրա կնիքները լուծել»։ Եվ ոչով ոչ երկնքումը եւ ոչ երկրի վրա եւ ոչ երկրի ներքևոման չէր կարողանում այս գիրքը բանալ եւ ոչ էլ նայել նրա մեջ։ Եվ ես շատ լաց էի լինում, որ ոչով չգտնվեցավ արժանի այն գիրքը բանալու եւ կարդալու եւ ոչ նրա մեջ նայելու։ Եվ երեցներից մեկն ասեց ինձ. «Լաց մի լինիր, ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղիցն է, Դավիթի արմատը, որ գիրքը բանա եւ նրա 7 կնիքները լուծե»։ Եվ տեսա, եւ ահա այն աթոռի մեջ եւ 4 կենդանիների մեջ եւ երեցների մեջ մի գառան կանգնած մորթվածի նման, որ 7 եղջյուր ուներ եւ 7 աչք, որ Աստծո 7 հոգիքն են, որ ուղարկվում են բոլոր երկիրը։ Եվ նա եկավ եւ գիրքն առավ աթոռի վրա նստողի աջ ձեռքիցը։ Եվ երբ որ գիրքն առավ, 4 կենդանիները եւ 24 երեցները ընկնում էին գառի առաջին։ Ամեն մեկը ունեին քնարներ եւ ոսկի բուրվարներ խնկով լիքը, որ սուրբերի աղոթքն է։ Եվ նոր երգ են երգում եւ ասում. «Արժանի ես առնելու այդ գիրքը եւ դրա կնիքները բանալու, որովհետեւ մորթվեցար եւ քո արյունով ըմս գնեցիր Աստծո համար ամեն ցեղից եւ լեզվից եւ ժողովրդից եւ ազգից։ Եվ մեր Աստծո համար մեզ թագավորներ եւ քահանաներ արիր, եւ երկրի վրա թագավորություն կանենք»։ Եվ տեսա, եւ շատ հրեշտակների ձայն լսեցի, աթոռի եւ 4 կենդանիների եւ երեցների 4 կողմովը։ Եվ նրանց համարն էր բյուրերի բյուրեր եւ հազարների հազարներ, որ մեծ ձայնով ասում էին. «Արժանի է մորթված գառն առնելու եւ զորություն, եւ հարստություն, եւ իմաստություն, եւ կարողություն, եւ պատիվ, եւ փառք, եւ օրհնություն, եւ ամեն ստեղծված, որ երկնքումն է, եւ երկրի վրա, եւ երկրի տակ, եւ ծովումը, եւ նրանք ամենը, որ նրա մեջ են, լսեցի, որ ասում էին. աթոռի վրա նստողին եւ գառին լինի օրհնությունը, եւ փառքը, եւ կարողությունը հավիտյանս հավիտենից։ Եվ 4 կենդանիներն ասում էին. Ամեն։ Եվ 24 երեցները ընկան եւ երկրպագություն արին նրան, որ կենդանի է հավիտյանս հավիտենից։ Գիրք Հայտնություն, գլուխ 6. Եվ տեսա, երբ որ գառը այն կնիքներից մեկը բացավ, եւ այն 4 կենդանիների մեկիցը լսեցի, որ որոտմունքի ձայնի պես ասում էր. «Եկ եւ տես»։ Եվ տեսա, եւ ահա մի սպիտակ ձի, եւ նրա վրա նստողը մի աղեղ ուներ, եւ մի պսակ տրվեցավ նրան, եւ նա դուրս եկավ հաղթելով եւ հաղթելու համար։ Եվ երբ որ երկրորդ կնիքը բացավ, երկրորդ կենդանիիցը լսեցի, որ ասում էր. «Եկ եւ տես»։ Եվ մի ուրիշ ձի դուրս եկավ կարմիր, եւ նրա վրա նստողին տրվեցավ, որ խաղաղությունը վեր առնե երկրիցը, եւ որ իրար մորթեն, եւ մի մեծ սուր տրվեցավ նրան։ Եվ երբ որ երրորդ կնիքը բացավ, երրորդ կենդանիիցը լսեցի, որ ասում էր. «Եկ եւ տես»։ Եվ տեսա, եւ ահա մի սև ձի, եւ նրա վրա նստողը մի կշիռք ուներ իր ձեռքումը։ Եվ 4 կենդանիների միջիցը մի ձայն լսեցի, որ ասում էր. «Մի կապիչ ցորենը մի դենարի եւ 3 կապիչ գարին մի դենարի եւ ձեթին եւ գինուն վնաս չտաս»։ Եվ երբ որ 4-րդ կնիքը բացավ, 4-րդ կենդանու ձայնը լսեցի, որ ասում էր. «Եկ եւ տես»։ Եվ տեսա, եւ ահա մի դեղնական աջ ձի, եւ նրա վրա մի նստող, անունը Մահ, եւ դժոխքը գնում էր նրա ետևից։ Եվ իշխանություն տրվեցավ նրանց, աշխարհքի 4-րդ բաժնի վրա, սրով եւ սովով եւ մահով եւ երկրի գազաններով անսպանել։
Եվ երբ որ 5-րդ կնիքը բացավ, տեսա սեղանի ներքև նրանց հոգիները, որ մորթված էին Աստծո խոսքի համար, եւ այն վկայության համար, որ ունեին, որ մեծ ձայնով աղաղակում էին եւ ասում. «Մինչև երբ, ով Սուրբ Տեր եւ ճշմարիտ չես դատում եւ մեր արյունի վրեժը չես առնում երկրի վրա բնակողներից»։ Եվ նրանց յուրաքանչյուրին սպիտակ հանդերձներ տրվեցան, եւ ասվեցավ նրանց, որ տակավին մի քիչ ժամանակ հանգիստ առնեն, մինչև որ նրանց ծառայակիցները եւ նրանց եղբայրներն էլ կատարվին, որ նրանց պես սպանվելու են։ Եվ տեսա, երբ որ 6-րդ կնիքը բացավ, եւ ահա մեծ շարժ եղավ, եւ արեգակը սևացավ մազեղեն քուրձի պես, եւ լուսինն արյունի պես եղավ։ Եվ երկնքի աստղերը թափվեցան երկրի վրա, ինչպես թզենին իր խակ պտուղը թափում է սաստիկ քամուց շարժված, եւ երկինքը տեղիցը քաշվում էր գալարվող գրքի պես, եւ բոլոր սարերն ու կղզիներն իրանց տեղիցը շարժվեցան։ Եվ երկրի թագավորները եւ մեծամեծները եւ հարուստները եւ հազարապետները եւ զորավորները եւ ամեն ծառա եւ ամենազատ թաքցրին իրենց անձերը այրերի եւ սարերի ժայռերի մեջ, եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկեք մեզ վրա եւ ծածկեցեք մեզ աթոռի վրա նստողի երեսիցը եւ գառի բարկությունիցը, որ նրա բարկության մեծ օրը եկել է, եւ ով կարող է կանգնել»։ Գիրք Հայտնություն, գլուխ 7։ Եվ սրանից հետո տեսա 4 հրեշտակ կանգնած երկրի 4 անկյունումը, եւ երկրի 4 քամին բռնած, որ քամի չփչե երկրի վրա, ոչ էլ ծովի վրա, եւ ոչ մի ծառի վրա։ Եվ մի ուրիշ հրեշտակ տեսա, որ դուրս էր գալիս արևելքիցը եւ կենդանի Աստծո կնիքն ուներ, եւ մեծ ձայնով աղաղակեց այն 4 հրեշտակներին, որոնց իշխանություն տրվեցավ երկրին եւ ծովին վնասելու, եւ ասում էր. «Վնաս մի տակ ոչ երկրին, ոչ ծովին եւ ոչ էլ ծառերին, մինչեւ որ մեր Աստծո ծառաների վրա կնիք տնենք նրանց ճակատներումը»։ Եվ կնքվածների համարը լսեցի 144,000 կնքված Իսրայելի որդկանց ամեն ցեղերիցը, Հուդայի ցեղիցը 12,000 կնքված, Ռուբենի ցեղիցը 12,000 կնքված, Գադի ցեղիցը 12,000 կնքված, Ասերի ցեղիցը 12,000 կնքված, Նեփթաղիմի ցեղիցը 12,000 կնքված, Մանասեի ցեղիցը 12,000 կնքված, Շմավոնի ցեղիցը 12,000 կնքված, Ղևիի ցեղիցը 12,000 կնքված, Իսաքարի ցեղիցը 12,000 կնքված, Զաբուղոնի ցեղիցը 12,000 կնքված, Հովսեփի ցեղիցը 12,000 կնքված, Բենյամինի ցեղիցը 12,000 կնքված։ Եվ սրանցից հետո տեսա, եւ ահա մի շատ ժողովուրդ, որ ոչ ով չէր կարող համարել, ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից, կանգնած աթոռի առաջին եւ գառի առաջին, եւ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց ձեռքերումն արմավենիներ, եւ աղաղակում էին բարձր ձայնով եւ ասում. «Փրկությունը մեր Աստծուն, որ նստում է աթոռի վրա, եւ գառին»։ Եվ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի եւ երեցների եւ 4 կենդանիների 4 կողմովը եւ ընկնում էին երեսների վրա աթոռի առաջին եւ երկրպագում էին Աստծուն, ասելով. «Ամեն, օրհնությունը եւ փառքը եւ իմաստությունը եւ գոհությունը եւ պատիվը եւ կարողությունը եւ զորությունը լինի մեր Տեր Աստծուն, հավիտյանս հավիտենից, ամեն»։ Եվ երեցներից մեկը պատասխանելով ասեց ինձ. «Սրանք, որ սպիտակ հանդերձներ են, հագելով են, եւ կամ որտեղից են եկել»։ Եվ ես ասեցի նրան. «Տեր, դու գիտես»։ Եվ նա ասեց ինձ. «Սրանք են, որ գալիս են այն մեծ նեղությունիցը, եւ իրանց հանդերձները լվացին եւ սպիտակացրին գառի արյունովը։ Նրա համար Աստծո աթոռի առաջին են, եւ պաշտում են նրան ցերեկ եւ գիշեր նրա տաճարի մեջ, եւ աթոռի վրա նստողը իր վրանը կտարածի նրանց վրա։ Այլևս ոչ կսովեն եւ ոչ կծարավին, եւ չի ընկնի նրանց վրա ոչ արևը եւ ոչ մի տաքություն, որովհետեւ գառը, որ աթոռի մեջ է, կհովվե նրանց եւ կառաջնորդե նրանց դեպի կենդանի ջրերի աղբյուրներ, եւ Աստված կսրբե ամեն արտասուքը նրանց աչքերիցը»։
Գիրք հայտնություն, գլուխ 8։ Եվ երբ որ 7-րդ կնիքը բացավ, լռություն եղավ երկնքում իբրև կես ժամի չափ։ Եվ տեսա այն 7 հրեշտակները, որ Աստծո առաջին կանգնած էին, եւ 7 փող տրվեցավ նրանց։ Եվ մի ուրիշ հրեշտակ եկավ կանգնեց սեղանի առաջին, եւ ոսկի խնկանոց ուներ, եւ շատ խունկ տրվեցավ նրան, որ բոլոր սուրբերի աղոթքների հետ մատուցանե այն ոսկի սեղանի վրա, որ աթոռի առաջին էր։ Եվ վեր ելավ խնկերի ծուխը սուրբերի աղոթքների հետ հրեշտակի ձեռքիցն Աստծո առաջին։ Եվ հրեշտակն այն խնկանոցն առավ եւ լցրեց սեղանի կրակիցը եւ գցեց երկրի վրա, եւ ձայներ եւ որոտմունքներ եւ փայլատակներ եւ շարժ եղավ։ Եվ այն 7 հրեշտակները, որ 7 փողերն ունեին, իրենց պատրաստեցին, որ փչեն։ Եվ առաջին հրեշտակը փողը փչեց, եւ եղավ կարկուտ եւ կրակ արյունով խառնված, եւ ընկավ երկրի վրա։ Եվ երկրի 3-րդ բաժինը այրվեցավ, եւ ծառերի 3-րդ բաժինը այրվեցավ, եւ բոլոր կանաչ խոտերը այրվեցան։ Եվ երկրորդ հրեշտակը փողը փչեց, եւ իբրև մի մեծ սար կրակով բորբոքված ընկավ ծովի մեջ, եւ ծովի 3-րդ բաժինն արյուն դառավ։ Եվ ծովի մեջ շունչ ունեցող արարածների 3-րդ բաժինը մեռավ, եւ նավերի 3-րդ բաժինը փչացավ։ Եվ 3-րդ հրեշտակը փողը փչեց, եւ երկնքիցը մի մեծ աստղ ընկավ խամբարի պես բորբոքված, եւ ընկավ գետերի 3-րդ բաժնի եւ ջրերի աղբյուրների վրա։ Եվ աստղի անունը Օշինդր էր։ Եվ ջրերի 3-րդ բաժինը Օշինդր դառավ, եւ շատ մարդիկ մեռան ջրերիցը, որ դառնացել էին։ Եվ 4-րդ հրեշտակը փողը փչեց, եւ վիրավորվեցավ արեգակի 3-րդ բաժինը, եւ լուսնի 3-րդ բաժինը, եւ աստղերի 3-րդ բաժինը, որ նրանց 3-րդ բաժինը խավարվի, եւ ցերեկը 3-րդ բաժինը լույս չտա, եւ գիշերն էլ նմանապես։ Եվ տեսա եւ լսեցի մի հրեշտակ, որ երկնքի միջովը թռչում էր եւ մեծ ձայնով ասում. Վայ, վայ, վայ նրանց, որ բնակված են երկրի վրա, այն 3 հրեշտակների փողի մյուս ձայներիցը, որոնք փչելու են։ Գիրք հայտնություն, գլուխ 9։ Եվ 5-րդ հրեշտակը փողը փչեց, եւ տեսա մեկ աստղեր երկնքից ընկել երկրի վրա, եւ անդունդի գուբի բանալին տրվեցավ նրան։ Եվ անդունդի գուբը բացավ, եւ գուբիցը ծուխը դուրս էր գալիս մեծ հնոցի ծուխի պես, եւ արեգակը եւ օդը խավարեցան գուբի ծուխիցը։ Եվ ծուխիցը մարախներ էին դուրս գալիս երկրի վրա, եւ նրանց իշխանություն տրվեցավ, ինչպես որ երկրի կարիճներն իշխանություն ունին։ Եվ նրանց ասվեցավ, որ երկրի խոտին վնաս չտան, եւ ոչ մի խոտի, եւ ոչ մի ծառի, բայց միայն այն մարդկանց, որ Աստծո կնիքը չունին իրենց ճակատների վրա։ Եվ տրվեցավ նրանց, որ չսպանեն նրանց, այլ 5 ամիս չարչարեն նրանց, եւ նրանց չարչարանքը կարիճի խայթոցի պես էր, երբ որ մի մարդի կծում է։ Եվ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնի նրան, եւ կցանկանան մեռնիլ, եւ մահը կփախչի նրանցից։ Եվ մարախների նմանությունը նման էր ձիերի, որ պատրաստված են պատերազմի համար, եւ նրանց գլուխների վրա իբրև պսակներ կային ոսկու նման, եւ նրանց երեսները մարդկանց երեսների նման։ Եվ մազեր ունեին կանանց մազերի պես, եւ նրանց ատամներն առյուծի ատամների նման էին։ Եվ զրահներ ունեին ինչպես երկաթե զրահներ, եւ նրանց թևերի ձայնը նման էր շատ ձիերի կառքերի ձայնի, որ վազում են պատերազմ։ Եվ ագիներ ունեին կարիճների նման, եւ խայթոցներ կային նրանց ագիներումը, եւ նրանց իշխանությունն էր 5 ամիս մարդկանց չարչարել։ Եվ իրանց վրա թագավոր ունեին անդունդի հրեշտակը, եւ նրա անունը եբրայեցերեն Աբադդոն, եւ հունարեն նրա անունն էր Ապոլլիոն։ Մեկ վայն անցավ, ահա տակավին 2 վայը գալիս են սրանից հետո։ Եվ 6-րդ հրեշտակը փողը փչեց, եւ մի ձայն լսեցի այն ոսկի սեղանի 4 եղջյուրներիցը, որ Աստծո առաջին էին, որ ասում էր 6-րդ հրեշտակին, որ փողն ուներ. Արձակիր այն 4 հրեշտակները, որ Եփրատ մեծ գետի վրա կապված են, եւ այն 4 հրեշտակներն արձակվեցան,
որ պատրաստված էին այն ժամի և օրվա և ամսվա և տարվա համար, որ մարդկանց երրորդ բաժինը սպանեն։ Եվ նրանց ձիավոր զորքի համարը 2 բյուրերի բյուրեր էր։ Եվ լսեցի նրանց համարը։ Եվ այսպես տեսա ձիանքը տեսիլքի մեջ, և նրանց վրա նստողներն ունեին հրեղեն և հակընթեղեն և ծծմբեղեն զրահներ, և ձիերի գլուխներն առյուծի գլուխների նման, և նրանց բերանիցը կրակ և ծուխ և ծծումբ էր դուրս գալիս։ Եվ այս երեքիցը մարդկանց երրորդ բաժինը մեռավ, այսինքն կրակիցը և ծուխիցը և ծծումբիցը, որ նրանց բերանիցը դուրս էր գալիս։ Որովհետև նրանց զորությունն իրենց բերաններումն է, և իրենց ագիներումը, որ նրանց ագիներն օձի նման են, որ գլուխներն ունեին և նրանցով վնասում էին։ Եվ մնացյալ մարդիկը, որ չմեռան այս վերքերիցը, չապաշխարեցին իրանց ձեռքերի գործերիցը, որ չերկրպագեն դևերին, և ոսկե, և արծաթե, և պղնձե, և քարե, և փայտե կուռքերին, որ ոչ տեսնել կարող են, և ոչ լսել, և ոչ գնալ, և չապաշխարեցին իրանց մարդասպանություններիցը, և ոչ էլ իրանց կախարդություններիցը, և ոչ էլ իրանց պոռնկությունիցը, և ոչ իրանց գողություններիցը։ Գիրք Հայտնություն, գլուխ 10 Եվ մի ուրիշ զորավոր հրեշտակ տեսա երկնքիցը վայր գալիս, և ամփ հագած, և գլխին ծիածան, և նրա երեսը արեգակի նման, և նրա ոտները կրակի սյունի պես, և նա իր ձեռքումը մի փոքր գիրք ուներ բացած, և իր աջ ոտքը դրավ ծովի վրա, և ձախը հողի վրա, և մեծ ձայնով աղաղակեց, ինչպես առյուծն գոռում է, և երբ որ աղաղակեց, այն 7 որոտմունքն իրար ձայնովը խոսեցին։ Եվ երբ որ 7 որոտմունքն իրանց ձայնովը խոսեցին, պիտի գրեի, և ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր. «Կնքիր այն բաները, որ 7 որոտմունքը խոսեցին, և սրանք մի գրիր»։ Եվ այն հրեշտակը, որ տեսա ծովի վրա և ցամաքի վրա կանգնած, իր աջ ձեռքը դեպի երկինքը բարձրացրեց, և երդվավ հավիտյանս հավիտենից, կենդանիովը, որ ստեղծեց երկինքը և ինչ որ նրանում է, և երկիրը և ինչ որ նրանում է, և ծովը և ինչ որ նրանում է, թե այլևս ժամանակ չկա։ Բայց 7-րդ հրեշտակի ձայնի օրերումն, երբ որ փողը կփչե, Աստծո խորհուրդն էլ կկատարվի, ինչպես ավետարանեց իր ծառա մարգարեներին։ Եվ այն ձայնն, որ երկնքիցը լսեցի, դարձյալ խոսեց ինձ հետ և ասեց. «Գնա, առ այն բաց գրքույկը, որ ծովի և ցամաքի վրա կանգնած հրեշտակի ձեռքին է»։ Եվ ես գնացի հրեշտակի մոտ և ասեցի նրան. «Տուր ինձ այդ գրքույկը»։ Եվ նա ասեց ինձ. «Առ և կեր սրան, և սա կդառնանա փորումդ, բայց բերանումդ քաղցր կլինի մեղրի պես»։ Եվ գրքույկն առա հրեշտակի ձեռքիցը և կերա նրան, և բերանումս քաղցր էր մեղրի պես, և երբ որ կերա նրան, դառնացավ փորումս։ Եվ ասեց ինձ. «Պետք է դու դարձյալ մարգարեանաս ժողովուրդների և ազգերի և լեզուների և շատ թագավորների վրա»։ Գիրք Հայտնություն, գլուխ 11 Եվ ինձ մի եղեք տրվեցավ գավազանի նման, և հրեշտակը կանգնած էր և ինձ ասում էր. «Վեր կաց և չափիր Աստծո տաճարը և սեղանը և նրանում երկրպագողներին։ Եվ գավիթը, որ տաճարիցը դուրս է, դուրս գցիր և մի չափիր, որովհետև նա հեթանոսներին է տրված, և սուրբ քաղաքը կոխ կտամ 42 ամիս։ Եվ իմ 2 վկաներին կտամ, և 1260 օր կմարգարեանան քուր ցաքած։ Սրանք են այն 2 ձիթենիները և 2 ճրագակալները, որ երկրի Աստծո առաջին կանգնած են։ Եվ եթե մեկը կամենա նրանց վնասել, կրակ է դուրս գալիս նրանց բերանիցը և լափում է նրանց թշնամիներին։ Եվ եթե մեկը կամենա վնասել նրանց, այսպես պիտի սատակե։ Սրանք իշխանություն ունին երկինքը փակելու, որ անձրև չգա նրանց մարգարեության օրերումը, և իշխանություն ունին ջրերի վրա նրանց արյուն դարձնելու, և երկիրն ամեն կերպ պատուհասներով հարվածելու, քանի անգամ որ կամենան։ Եվ երբ որ իրանց վկայությունը կկատարեն, այն ժամանակ անդունդիցը դուրս եկող գազանը կռիվ կտա նրանց հետ և կհաղթե նրանց և կսպանե նրանց։ Եվ նրանց դիերը ընկած կմնան այն մեծ քաղաքի հրապարակումը, որի անունն հոգևորապես Սոդոմ և Եգիպտոս է կոչվում, որտեղ մեր Տերն էլ խաչվեցավ։
Եվ կտեսնեն ժողովուրդներից և ցեղերից և լեզուներից և ազգերից նրանց դիերը 3 օր և կես, և թող չեն տա, որ նրանց դնեն գերեզմանների մեջ։ Եվ երկրի վրա բնակողները կուրախանան և կխնդան, և իրար ընծաներ կուղարկեն, որ այս 2 մարգարեները չարչարեցին երկրի վրա բնակողներին։ Եվ 3.5 օրից հետո Աստվածանից կենդանի հոգի եկավ մտավ նրանց մեջ, և նրանք իրանց ոտների վրա կանգնեցին, և մեծ վախ ընկավ նրանց տեսնողների վրա։ Եվ մեծ ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր նրանց. «Վեր ելեք այստեղ», և վեր ելան երկինքն ամպով, և նրանց թշնամիները տեսան նրանց։ Եվ նույն ժամումը մեծ շարժ եղավ, և քաղաքի 10-րդ բաժինը կործանվեցավ, և այն շարժումից 7000 մարդիկ սպանվեցան, և մնացյալները մեծ վախով բռնվեցան, և փառք տվին երկնքի Աստծուն։ Երկրորդ վայն անցավ, և երրորդ վայը գալիս է շուտով։ Եվ 7-րդ հրեշտակը փողը փչեց, և մեծ ձայներ եղան երկնքում, որ ասում էին. «Աշխարհի թագավորությունները մեր Տիրոջը և նրա Քրիստոսինը եղան, և նա կթագավորե հավիտյանս հավիտենից»։ Եվ 24 երեցները, որ Աստծո առաջին իրանց աթոռների վրա նստած էին, իրանց երեսների վրա ընկան և երկրպագեցին Աստծուն, ասելով. «Գոհանում ենք քեզանից, Տեր Աստված ամենակալ, որ էիր և ես, և որ գալու ես, որ քո մեծ զորությունն առար և թագավորեցիր։ Եվ ազգերը բարկացան, և եկավ քո բարկությունը, և մեռելների ժամանակը, որ դատվին, և որ վարձքը տաս քո ծառամարգարեներին և սուրբերին, և քո անունից վախեցողներին, փոքրերին և մեծերին, և երկիրն ապականողներին ապականես։ Եվ Աստծո տաճարը, որ երկնքումն էր, բացվեցավ, և երևացավ Աստծո տապանակը իր տաճարումը, և եղան փայլատակներ և ձայներ և որոտմունքներ, և շարժ և մեծ կարկուտ»։ Գիրք Հայտնություն, գլուխ 12։ Եվ մի մեծ նշան երևեցավ երկնքումը. մի կին արեգակն իր վրա առած, և լուսինը նրա ոտների տակ, և նրա գլխի վրա 12 աստղերի պսակ։ Եվ նա հղի լինելով աղաղակում էր երկունք քաշելով և չարչարվելով, որ ծնե։ Եվ մի ուրիշ նշան երևեցավ երկնքումը. և ահա մի մեծ վիշապ կրակի պես կարմիր, որ 7 գլուխ ուներ և 10 եղջյուր, և նրա գլուխների վրա 7 թակ։ Եվ նրա ագին քաշում էր երկնքի աստղերի 3-րդ բաժինը, և նրանց գցեց երկրի վրա, և վիշապը կանգնած էր այն կնկա առաջին, որ պիտի ծներ, որ երբ որ ծնե, կուլ տա նրա զավակին։ Եվ նա մի արու զավակ ծնեց, որ պիտի բոլոր ազգերին երկաթե գավազանով հովվե, և նրա որդին հափշտակվեցավ Աստծո մոտ և նրա աթոռի մոտ։ Եվ կինը փախավ անապատը, ուր Աստվածանից պատրաստված տեղ ուներ, որ այնտեղ կերակրեն նրան 1260 օր։ Եվ պատերազմ եղավ երկնքումը. Միքայելը և նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի դեմ, և պատերազմեց վիշապը և իր զորքերը, և չկարողացան դեմ կենալ, և ոչ էլ տեղ գտնվեցավ նրանց համար երկնքումը։ Եվ վայր գցվեցավ մեծ վիշապը, այն առաջի օձը, որ բանսարկու և սատանա է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցվեցավ երկրի վրա, և իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցվեցան։ Եվ մեծ ձայն լսեցի, որ ասում էր երկնքումը. «Հիմա փրկությունը և զորությունը և թագավորությունը եղավ մեր Աստծուն, և իշխանությունը եղավ նրա օծյալին, որ վայր գցվեցավ մեր եղբայրների չարախոսը, որ չարախոսում էր նրանցից Աստծո առաջին ցերեկ և գիշեր։ Եվ նրանք հաղթեցին նրան գառի արյունովը և իրանց վկայության խոսքովը, և չսիրեցին իրանց հոգին մինչև ի մահ։ Սրա համար ուրախացե՛ք, ով երկինք, և որ բնակված եք նրանում. վայ երկրին և ծովին, և նրանցում բնակողներին, որ բանսարկուն վայր իջավ ձեզ մոտ, որ մեծ բարկություն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի։ Եվ երբ որ տեսավ վիշապը, թե վայր գցվեցավ երկրի վրա, ընկավ այն կնկա ետևից, որ արու զավակը ծնեց։ Եվ այն կնկան 2 մեծ արծվի թև տրվեցավ, որ թռչի անապատն իր տեղը, ուր որ կերակրվում է մի ժամանակ, և ժամանակներ, և կես ժամանակ օձի երեսիցը։
Եվ օծն իր բերանիցը գետի պես ջուր թափեց այն կնկա ետևից, որ նրան ընկղմե։ Եվ երկիրն օգնեց այն կնկան, եւ երկիրն իր բերանը բացավ, եւ այն գետը կուլ տվավ, որ վիշապն իր բերանիցը թափեց։ Եվ վիշապը բարկացավ այն կնկա վրա եւ գնաց պատերազմ անելու նրա մյուս զավակների հետ, որ Աստծո պատվիրանքները պահում են եւ Հիսուսի Քրիստոսի վկայությունն ունեն։ Եվ ծովի ավազի վրա կանգնեց։ Գիրք Հայտնություն, գլուխ 13։ Եվ տեսա ծովիցը մի գազան դուրս գալիս, որ 7 գլուխ ուներ եւ 10 եղջյուր, եւ նրա եղջյուրների վրա 10 թակ, եւ նրա գլուխների վրա հայհոյության անուն։ Եվ այն գազանը, որ տեսա, ինձու նման էր, եւ նրա ոտները արջի ոտների նման, եւ նրա բերանն առյուծի բերանի նման, եւ վիշապը տվավ նրան իր զորությունը եւ իր աթոռը եւ մեծ իշխանություն։ Եվ տեսա նրա գլուխներից մեկը մեռնելու չափ խոցված, եւ նրա մահի վերքը ողջացավ, եւ բոլոր երկիրը զարմացավ այն գազանի ետևիցը, եւ երկրպագեցին այն վիշապին, որ իշխանություն տվավ այն գազանին, եւ երկրպագեցին գազանին ասելով. ով է այս գազանի նման, կամ ով է կարող դրա հետ պատերազմել։ Եվ նրան տրվեցավ մի բերան մեծ բաներ եւ հայհոյանք խոսող, եւ իշխանություն տրվեցավ նրան 42 ամիս իր ուզածն անելու։ Եվ նա իր բերանը բացավ Աստծո դեմ հայհոյանքով, որ հայհոյե նրա անունին եւ նրա խորանին, եւ երկնքումը բնակողներին։ Եվ նրան իշխանություն տրվեցավ, որ սուրբերի հետ պատերազմ անե եւ նրանց հաղթե։ Եվ իշխանություն տրվեցավ նրան ամեն ցեղի եւ լեզվի եւ ազգի վրա։ Եվ կերկրպագեն նրան երկրի վրա բոլոր բնակողները, որոնց անունները գրված չեն գառի կյանքի գրքի մեջ, որ աշխարհի սկզբիցը հետե մորթված է։ Եթե մեկն ականջ ունի, թող լսե, եթե մեկը գերության քաշե, գերության պիտի քաշվի։ Եթե մեկը սրով սպանե, պիտի սրով սպանվի։ Այստեղ է սուրբերի համբերությունը եւ հավատքը։ Եվ ես տեսա մի ուրիշ գազան դուրս գալիս երկրիցը, եւ 2 եղջյուր ուներ գառի նման, բայց խոսում էր վիշապի նման։ Եվ այն առաջի գազանի բոլոր իշխանությունը բանեցնում էր նրա առաջին։ Եվ այնպես էր անում, որ երկիրը եւ նրա վրա բնակողները երկրպագեն այն առաջի գազանին, որի մահի վերքը ողջացել էր։ Եվ մեծ նշաններ է անում, որ երկնքիցը կրակել է վայր բերել տալիս երկրի վրա մարդկանց առաջին։ Եվ մոլորեցնում է երկրի վրա բնակողներին այն նշաններով, որ տրված էին նրա ձեռքը, որ գործե գազանի առաջին, ասելով երկրի բնակողներին, որ պատկեր շինեն այն գազանին, որ սուրի վերքն ուներ, եւ ապրեց։ Եվ տրվեցավ նրան, որ հոգի տա գազանի պատկերին, որ պատկերը խոսի էլ, եւ անի էլ, որ նրանք, որ չերկրպագեն գազանի պատկերին, սպանվին։ Եվ ստիպում է ամենին, փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին եւ ծառաներին, որ նրանց դրոշմ տա նրանց աջ ձեռքումը կամ նրանց ճակատումը, եւ որ ոչ ով չկարողանա գնել կամ ծախել բացի նրանից, որ գազանի դրոշմը կամ նրա անունն ունի կամ նրա անունի համարը։ Այստեղ է իմաստությունը, ով որ միտք ունի, թող գազանի թիվը համարե, որ մարդի թիվ է, եւ նրա թիվը 666 է։ Գիրք Հայտնություն, գլուխ 14։ Եվ տեսա, եւ ահա գառը կանգնած էր Սիոն սարի վրա, եւ նրա հետ 144,000 հոգիքը, որ նրա անունը եւ նրա հոր անունը գրած ունեին իրենց ճակատների վրա։ Եվ ձայն լսեցի երկնքիցը, շատ ջրերի ձայնի պես, եւ մեծ որոտմունքների ձայնի պես, եւ քնարածողների ձայնի պես լսեցի, որ իրանց քնարներ ածում էին։ Եվ երգում էին մի նոր երգ աթոռի առաջին եւ 4 կենդանիների առաջին եւ երեցների առաջին։ Եվ ոչ ով չէր կարող ուսանել այն երգը բացի այն 144,000-ներից, որ երկրից փրկվել էին։ Սրանք են, որ կանանց հետ չխառնակվեցան, որովհետև կույս են։ Սրանք են, որ գառի ետևից գնում են, ուր որ նա գնա։ Սրանք փրկվեցան մարդկանցից Աստծուն եւ գառին իբրև երեխայրի։ Եվ նրանց բերանումը նենգություն չգտնվեցավ, որովհետև անարատ են Աստծո աթոռի առաջին։ Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մեջ, որ հավիտենական ավետիք ուներ, որ ավետարաններ երկրի վրա բնակողներին եւ ամեն ազգի եւ ցեղի եւ լեզվի եւ ժողովրդի։ Եվ մեծ ձայնով ասում էր. «Վախեցեք Աստվածանից եւ փառք տվեք նրան,
որովհետև նրա դատաստանի ժամը եկավ։ Եվ երկրպագեցեք երկինքը և երկիրը և ծովը և ջրերի աղբյուրները ստեղծողին։ Եվ մի ուրիշ հրեշտակ եկավ նրա ետևից ասելով. «Ընկավ, ընկավ, Բաբիլոն մեծ քաղաքը, որովհետև իր պոռնկության բարկության գինուցը խմեցրեց բոլոր ազգերին»։ Եվ մի երրորդ հրեշտակ եկավ նրանց ետևից մեծ ձայնով ասելով. «Ով որ երկրպագություն է անում գազանին և նրա պատկերին և դրոշմ ընդունում իր ճակատի կամ իր աջ ձեռքի վրա, այնպիսին Աստծո սրտմտության գինուցը պիտի խմե, որ անխառնացված է նրա բարկության բաժակի մեջ։ Եվ պիտի տանջվի կրակի և ծծմբի մեջ սուրբ հրեշտակների և գառի առաջին։ Եվ նրանց տանջանքի ծուխը վեր է ելնում հավիտյանս հավիտենից, և հանգիստ չունին ցերեկ և գիշեր նրանք, որ երկրպագեցին գազանին և նրա պատկերին, և ով որ էլ ընդունում է նրա անունի դրոշմը։ Այստեղ է սուրբերի համբերությունը, այստեղ են Աստծո պատվիրանքները և Հիսուսի հավատքը պահողները։ Եվ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր ինձ. «Գրիր. երանելի են այն մեռելները, որ տերումն են ննջում այսուհետև։ Այո, Հոգին ասում է, որ իրանց աշխատանքիցը հանգիստ կառնեն, և նրանց գործերը գնում են նրանց ետևից։ Եվ տեսա, և ահա մի սպիտակ ամպ, և ամպի վրա մեկը նստած մարդի որդու նման, որ իր գլխի վրա ոսկի պսակ և իր ձեռքում ասուր գերանդի ուներ։ Եվ մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ տաճարիցը, որ մեծ ձայնով աղաղակում էր ամպի վրա նստողին. «Ուղարկիր քո գերանդին և հնձիր, որովհետև քո ժամանակն եկավ հնձելու, որ երկրի հունձքը հասել է»։ Եվ ամպի վրա նստողը վայր գցեց իր գերանդին երկրի վրա, և երկիրը հնձվեցավ։ Եվ մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ տաճարիցը, որ երկնքումն է, որ սա էլ սուր գերանդի ուներ։ Եվ մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ սեղանիցը, որ իշխանություն ուներ կրակի վրա, և մեծ աղաղակով գոչեց սուր գերանդին ունեցողին ասելով. «Ուղարկիր քո սուր գերանդին և երկրի այգու ողկույզները քաղիր, որովհետև նրա խաղողը հասել է»։ Եվ հրեշտակն իր գերանդին գցեց երկրի վրա, և երկրի այգու խաղողը քաղեց, և գցեց Աստծո բարկության մեծ հնձանի մեջ։ Եվ հնձանը կոխվեցավ քաղաքիցը դուրս, և դուրս եկավ արյունը հնձանիցը մինչև ձիերի սանձքը 1600 ասպարեզի չափ։ Գիրք Հայտնություն, գլուխ 15։ Եվ տեսա մի ուրիշ մեծ և զարմանալի նշան երկնքումը. 7 հրեշտակ, որ վերջի 7 պատուհասներն ունեին, որովհետև Աստծո բարկությունը նրանցով կատարվեցավ։ Եվ տեսա իբրև ապակեղեն ծով կրակով խառնված, և նրանց, որ հաղթում են գազանին և նրա պատկերին և նրա դրոշմին և նրա անունի թիվին, որ կանգնած էին ապակեղեն ծովի վրա, և Աստծո քնարներն ունեին։ Եվ երգում էին Աստծո ծառա Մովսեսի երգը և գառի երգը, ասելով. «Մեծ և զարմանալի են քո գործերը, Տեր Աստված ամենակալ, արդար և ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագավոր։ Ո՞վ է, որ քեզանից չվախենա, ով Տեր, և քո անունը չփառավորե, որ միայն դու ես սուրբ, վասնզի բոլոր ազգերը կգան և քո առաջին երկրպագություն կանեն, որովհետև քո իրավունքները հայտնվեցան»։ Եվ սրանից հետո տեսա, և ահա բացվեցավ վկայության խորանի տաճարը երկնքումը։ Եվ դուրս եկան տաճարից այն 7 հրեշտակները, որ այն 7 պատուհասներն ունեին, մաքուր և պայծառ կտավ հագած և ստինգների մոտով ոսկե գոտիներ կապած։ Եվ այն 4 կենդանիներից մեկն այս 7 հրեշտակներին 7 ոսկի սկավառակ տվավ հավիտյանս հավիտենից կենդանի Աստծո բարկությունով լիքը։ Եվ տաճարը լցվեցավ Աստծո փառքից և նրա զորությունից ելած ծուխովը։ Եվ ոչ ով կարող չէր մտնել տաճարը, մինչև որ այն 7 հրեշտակների 7 պատուհասները կատարվին։ Գիրք Հայտնություն, գլուխ 16։ Եվ մեծ ձայն լսեցի տաճարիցը, որ ասում էր այն 7 հրեշտակներին. «Գնացեք և Աստծո բարկության սկավառակները թափեցեք երկրի վրա»։ Եվ առաջինը գնաց և իր սկավառակը թափեց երկրի վրա, և չարաչար պալարներ եղան այն մարդկանց վրա, որ գազանի դրոշմն ունեին և նրա պատկերին երկրպագում էին։ Եվ երկրորդ հրեշտակն իր սկավառակը թափեց ծովը, և արյուն դառավ մեռածի արյունի նման, և ամեն կենդանի շունչ սատակեց, որ ծովում էր։ Եվ երրորդ հրեշտակն իր սկավառակը թափեց գետերի և ջրերի աղբյուրների մեջ, և արյուն եղավ։
Եվ ձայն լսեցի ջրերի հրեշտակիցը, որ ասում էր. «Արդար ես Տեր, որ ես և էիր, և սուրբ, որ այս դատաստաններն արիր, որովհետև սուրբերի և մարգարեների արյունը թափեցին, նրա համար էլ արյուն տվիր նրանց խմելու, որ արժան են»։ Եվ մի ուրիշը լսեցի սեղանիցը, որ ասում էր. «Այո, Տեր Աստված ամենակալ, ճշմարիտ և արդար են քո դատաստանները»։ Եվ չորրորդ հրեշտակն իր սկավառակը թափեց արեգակի վրա, և տրվեցավ նրան, որ մարդկանց խորշակահար անե կրակով, և խորշակահար եղան մարդիկ սաստիկ տաքով և հայհոյեցին Աստծու անունին, որ այս պատուհասների վրա իշխանություն ունի, և չապաշխարեցին, որ փառք տան նրան։ Եվ հինգերորդ հրեշտակն իր սկավառակը թափեց գազանի աթոռի վրա, և նրա թագավորությունը խավարված եղավ, և իրանց լեզուները ծամում էին տանջանքիցը, և երկնքի Աստծուն հայհոյեցին իրանց ցավերի և պալարների պատճառովը, և չապաշխարեցին իրանց գործերիցը։ Եվ վեցերորդ հրեշտակն իր սկավառակը թափեց մեծ գետ Եփրատի վրա, և նրա ջուրը ցամաքեց, որ արևելքի թագավորների ճանապարհը պատրաստվի։ Եվ տեսա, վիշապի բերանիցը և գազանի բերանիցը և սուտ մարգարեի բերանիցը 3 պիղծ հոգի էին դուրս գալիս քորտերի նման, որովհետև նրանք դևերի ոգիք են, որ նշաններ են անում, նրանք գնում են երկրի և բովանդակ տիեզերքի թագավորների մոտ, որ նրանց ժողովեն ամենակարող Աստծո այն մեծ օրվա պատերազմի համար։ Ահա գալիս եմ գողի նման, երանի նրան, որ արթուն է և իր հանդերձները պահում է, որ մերկման չգա և նրա ամոթանքը չտեսնեն։ Եվ ժողովեցին նրանց այնտեղ, որ եբրայեցերեն Արմագեդոն է կոչվում։ Եվ 7-րդ հրեշտակն իր սկավառակը թափեց օդի վրա, և մեծ ձայն դուրս եկավ երկնքի տաճարիցը և աթոռիցը, որ ասում էր. «Եղավ»։ Եվ եղան ձայներ և փայլատակներ և որոտմունք, և մեծ շարժ եղավ, որ այնպիսի չէր եղած, քանի որ մարդիկ երկրի վրա են, այնպիսի մեծ շարժ էր։ Եվ մեծ քաղաքը 3 կտոր եղավ, և ազգերի քաղաքները վայր ընկան, և մեծ Բաբիլոնը հիշվեցավ Աստծո առաջին, որ իր ցասման բարկության գինու բաժակը նրան տա։ Եվ ամեն կղզի փախավ, և սարերը չգտնվեցան, և երկնքիցը տաղանդաչափ մեծ կարկուտ էր իջնում մարդկանց վրա, և մարդիկ հայհոյեցին Աստծուն այն կարկտի հարվածի համար, որ սաստիկ մեծ է նրա պատուհասը։ Գիրք Հայտնություն, գլուխ 17։ Եվ այն 7 սկավառակներն ունեցող 7 հրեշտակներից մեկն եկավ և խոսեց ինձ հետ ասելով. «Եկ քեզ ցույց տամ այն մեծ պոռնկի դատաստանը, որ այն շատ ջրերի վրա նստում է, որի հետ պոռնկվեցան երկրի թագավորները և երկրի բնակիչները նրա պոռնկության գինովն արբեցին։ Եվ ինձ առավ տարավ հոգով մի անապատ։ Եվ տեսա մի կին նստած կարմիր գազանի վրա, լիքը հայհոյության անուններով, որ 7 գլուխ ուներ և 10 եղջյուր։ Եվ այն կինը, որ ծիրանի և կարմիր էր հագած, և ոսկով և պատվական ակունքներով և մարգարիտներով զարդարված մի ոսկի բաժակ ուներ իր ձեռքումը, լիքը գարշելիություններով և պիղծ պոռնկությունովը, և նրա ճակատումը գրված էր մի անուն՝ խորհուրդ, մեծ Բաբիլոն, պոռնիկների և երկրի գարշելիների մայրը։ Եվ տեսա այն կինը արփած սուրբերի արյունովը և Հիսուսի վկաների արյունովը, և երբ որ տեսա նրան, մեծ զարմանքով զարմացա։ Եվ հրեշտակն ասեց ինձ. «Ինչու համար զարմացար։ Ես ասեմ քեզ այդ կնկա խորհուրդը և այն գազանինը, որ նրան վեր է առել, որ 7 գլուխը ունի և 10 եղջյուրը։ Գազանը, որ տեսար, կար և չկա, և աննունդիցն է դուրս գալու, և կորուստն է գնալու, և կզարմանան երկրի վրա բնակողները, որոնց անունները գրված չեն կյանքի գրքի մեջ աշխարհքի սկզբից հետե, երբ որ տեսնեն այդ գազանը, որ կար և չկա, թեև է։ Այստեղ է այն միտքը, որ իմաստություն ունի։ Այն 7 գլուխը 7 սարեր են, որ կինը նրանց վրա նստած է, և 7 թագավորներ են։ 5 ընկան, և 1 կա, մյուսը դեռ չի եկել, և երբ որ գա, մի քիչ ժամանակ պետք է մնա։ Եվ այն գազանը, որ կար և չկա, նա էլ 8-րդն է, և այն 7-նիցն է, և կորուստն է գնում։ Եվ այն 10 եղջյուրը, որ տեսար, 10 թագավորներ են, որոնք դեռ թագավորություն չեն առել, այլ թագավորի պես իշխանություն են անում 1 ժամ այն գազանի հետ։ Սրանք մեկ կամք ունին,
և իրանց զորությունը և իշխանությունը կտան գազանին։ Սրանք պատերազմ կանեն գառի հետ, և գառը կհաղթե նրանց, որովհետև տերերի Տեր է և թագավորների Թագավոր։ Եվ նրանք, որ նրա հետ են, կոչված, ընտրված և հավատարիմ են։ Եվ ասեց ինձ. այդ ջրերը, որ տեսար, ուր որ պոռնիկը նստած է, ժողովուրդներ են, և բազմություններ, և ազգեր, և լեզուներ։ Եվ 10 եղջյուրը, որ տեսար գազանի վրա, նրանք կատեն պոռնկին, և նրան ամայի և մերկ կանեն, և նրա միսերը կուտեն, և կրակով կայրեն նրան, որովհետև Աստված դրավ նրանց սրտերի մեջ, որ նրա կամքն անեն, և միակամ լինեն, և իրանց թագավորությունը տան գազանին, մինչև որ Աստծո խոսքերը կատարվին։ Եվ կինը, որ տեսար, այն մեծ քաղաքն է, որ թագավորություն ունի երկրի թագավորների վրա։ Գիրք Հայտնություն, գլուխ 18։ Եվ սրանից հետո տեսա մի հրեշտակ երկնքի ծվայր գալիս, որ մեծ իշխանություն ուներ, և երկիրը լուսավորվեցավ նրա փառքիցը։ Եվ զորությամբ աղաղակեց մեծ ձայնով և ասեց. «Ընկավ, ընկավ մեծ Բաբիլոնը, և եղավ դևերի բնակություն, և ամեն պիղծ հոգու արգելանոց, և ամեն անսուրբ և ատելի թռչունի վանդակ, որովհետև նրա պոռնկության բարկության գինուցը խմեցին բոլոր ազգերը, և երկրի թագավորները նրա հետ պոռնկվեցան, և երկրի վաճառականները նրա զեխության զորությունիցը հարստացան։ Եվ մի ուրիշ ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր. «Դուրս եկեք դրանից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չլինիք դրա մեղքերին, և որ դրա պատուհասիցը չընդունիք, վասնզի դրա մեղքերը հասան մինչև երկինքը, և Աստված հիշեց դրա անիրավությունները։ Հատուցումն արեք դրան, ինչպես դա հատուցում տվավ ձեզ, և երկու պատիկ տվեք դրան իր գործերի չափովը։ Այն բաժակը, որ դա լցրեց, լցրեք դրա համար երկու պատիկ։ Եվ որչափ որ իրան փառավորեց և զեխացավ, այնչափ տանջանք և սուգ տվեք դրան, որովհետև նա իր սրտումն ասում է. թագուհի եմ նստած և այրի չեմ, և բնավ սուգ չեմ տեսնիլ։ Նրա համար մեկ օրում պիտի գան դրա վրա իր հարվածները, մահ և սուգ, և սով, և կրակով կայրվի, որովհետև զորավոր է Տեր Աստվածը, դրա դատաստանն անողը։ Եվ լաց և կոծ կանեն դրա վրա երկրի թագավորները, որ դրա հետ պոռնկվեցան և զեխություն արին, երբ որ կտեսնեն դրա այրվելու ծուխը, հեռու կանգնած դրա տանջանքի վախիցը, և կասեն. «Վայ, վայ քեզ մեծ քաղաքը Բաբիլոն, զորավոր քաղաք, որ մեկ ժամում եկավ քո դատաստանը»։ Եվ երկրի վաճառականները ողբ և սուգ կանեն նրա վրա, որ այլևս ոչ ոք չի առնում նրանց ապրանքը։ Ոսկու և արծաթի և պատվական ակունքների և մարգարիտի և բեհեզի և ծիրանիի և մետաքսի և որդան կարմիրի ապրանքը և ամեն խնկե փայտը և ամեն փղոսկրե անոթը և ամեն ազնիվ փայտից և պղնձից և երկաթից և մարմարիոնից շինած անոթը և կինամոնը և խունկերը և յուղը և կնդրուկը և գինին և ձեթը և նաշիհը և ցորենը և արջառներն ու ոչխարները և ձիանքը և կառքերը և մարմինները և մարդկանց հոգիները։ Եվ քո հոգու ցանկացած պտուղները գնացին քեզանից, և ամեն շքեղ և լուսափայլ վայելչությունները գնացին քեզանից, և այլևս բնավ չես գտնի նրանց։ Եվ այս բաների վաճառականները, որ նրանից հարստացան, հեռվից կկանգնեն նրա տանջանքի վախից լաց և սուգ անելով, կասեն. «Վայ, վայ մեծ քաղաք, որ բեհեզ և ծիրանի և որդան կարմիր է իր հագած, և ոսկով և ազնիվ քարերով և մարգարիտով զարդարված, որովհետև մեկ ժամի մեջ այդչափ մեծությունը ավերակ եղավ։ Եվ ամեն նավավար և այն ամենն, որ նավով գնում են տեղ, և նավաստիները, և նրանք, որ ծովում են գործում, հեռվից կանգնեցին և աղաղակում էին նրա այրվելու ծուխը տեսնելով և ասում. «Ո՞րն է այս մեծ քաղաքին նման»։ Եվ հող ցանեցին իրանց գլուխների վրա, և մեծ ձայնով աղաղակեցին լաց և սուգ անելով և ասեցին. «Վայ, վայ մեծ քաղաք, որ նրանում հարստացան բոլոր ծովի վրա նավեր ունեցողները նրա պատվականությունիցը, որովհետև մեկ ժամի մեջ ավերակ դառավ։ Ուրախ եղեք նրա վրա,
երկինք և սուրբ առաքյալներ և մարգարեներ, որ Աստված ձեր դատաստանը դատեց դրա վրա։ Եվ մեկ զորավոր հրեշտակ մի քար առավ մեծ ջաղացաքարի պես և գցեց ծովի մեջ ասելով. այսպես ուժով պիտի վայր գցվի Բաբիլոն մեծ քաղաքը, և այլևս չգտնվի, և քնարերգների, և երաժիշտների, և սրնգահարների, և փողահարների ձայնը այլևս պիտի չլսվի քո միջումը, և այլևս ոչ մի արհեստագետ բնավ չի գտնվիլ քեզանում, և ջաղացի ձայն այլևս չի լսվիլ քեզանում, և ճրագի լույս այլևս լույս չի տա քեզանում, և փեսայի և հարսի ձայնը այլևս բնավ չի լսվի քեզանում, որովհետև քո վաճառականները երկրի մեծամեծներ էին, քո կախարդությունով մոլորվեցան բոլոր ազգերը, և նրանում գտնվեցավ մարգարեների և սուրբերի և երկրի վրա բոլոր սպանվածների արյունը։ Գիրք Հայտնություն, գլուխ 19. Եվ սրանցից հետո լսեցի շատ բազմության մեծ ձայնի պես մի ձայն երկնքումը, որ ասում էր. Ալելույա, փրկությունը և փառքը և պատիվը և զորությունը մեր Տեր Աստծուն, որովհետև ճշմարիտ և արդար են նրա դատաստանները, որովհետև նա այն մեծ պոռնիկին դատեց նրա պոռնկությունումը և իր ծառաների արյունի վրեժն առավ նրա ձեռքիցը։ Եվ երկրորդ անգամ ասեցին. Ալելույա, և նրա ծուխը բարձրանում էր հավիտյանս հավիտենից։ Եվ 24 երեցները և 4 կենդանիները վայր ընկան և երկրպագեցին Աստծուն, որ աթոռի վրա նստած էր, և ասեցին. Ամեն, ալելույա։ Եվ աթոռիցը մի ձայն դուրս եկավ ասելով. օրհնեցեք մեր Աստծուն, ով նրա բոլոր ծառաները և նրանից վախեցողները, փոքրերը և մեծերը։ Եվ ես լսեցի իբր մի մեծ բազմության ձայն, և իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման, որ ասում էր. Ալելույա, որովհետև ամենակալ Տեր Աստվածը թագավորեց։ Խնդանք և ուրախ լինենք, և փառքը տանք նրան, որ եկավ գառի հարսանիքը, և նրա կինը պատրաստեց իրան։ Եվ տրվեցավ նրան, որ սպիտակ սուրբ և լուսափայլ բեհեզ հագնի, որովհետև բեհեզը սուրբերի արդարությունն է։ Եվ ասեց ինձ. գրիր, երանելի են գառի հարսանիքի ընթրիքին կանչվածները։ Եվ ասեց ինձ. սրանք Աստծո ճշմարիտ խոսքերն են։ Եվ ես ընկա նրա ոտների առաջին, որ երկրպագեմ նրան, և ասեց ինձ. զգույշ կաց, մի անիր, ես ծառայիկից եմ քեզ և քո եղբայրներին, որ Հիսուս Քրիստոսի վկայությունն ունին։ Տեր Աստծուն երկրպագիր, որովհետև Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է։ Եվ տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի, և նա, որ նրա վրա նստած էր, կոչվում էր հավատարիմ և ճշմարիտ, և արդարությունով է դատաստան անում և պատերազմում։ Եվ նրա աչքերը կրակի բոցի պես, և նրա գլխի վրա շատ պսակներ։ Եվ անուն ուներ գրած, որ ոչ ով չգիտեր, բայց միայն ինքն։ Եվ իր վրա հանդերձ էր հագած արյունով ներկված, և նրա անունն կոչվում է Աստծո բան։ Եվ երկնքի զորքերը նրա ետևից գնում էին սպիտակ ձիերի վրա, սպիտակ և մաքուր բեհեզ հագած։ Եվ նրա բերանիցը դուրս է գալիս սրած սուր, որ նրանով զարկի ազգերին, և ինքը հովվում է նրանց երկաթե գավազանով, և ինքը կոխում է ամենակարող Աստծո բարկության և սրտմտության գինու հնձանը։ Եվ իր հանդերձի վրա և իր ազդրի վրա գրած էր անունը, թագավորների թագավոր և տերերի Տեր։ Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ, որ կանգնած էր արեգակի վրա, և մեծ ձայնով աղաղակեց, ասելով ամեն թռչուններին, որ երկնքի մեջ թռչում են. եկեք հավաքվեցեք մեծ Աստծո ընթրիքին, որ ուտեք թագավորների մարմինները, և հազարապետների մարմինները, և հզորների մարմինները, և ձիերի և նրանց վրա նստողների մարմինները, և ամենի մարմինները, ազատների և ծառաների, մեծերի և փոքրերի։ Եվ տեսա գազանը և երկրի թագավորները և նրանց զորքերը մեկտեղ ժողովված, որ պատերազմ անեն ձիին վրա նստողի հետ և նրա զորքերի հետ։ Եվ գազանը բռնվեցավ, և նրա հետ սուտ մարգարեն էլ, որ նշաններ էր անում նրա առաջին, որոնցով մոլորեցրեց նրանց, որ գազանի դրոշն առան, և նրանց էլ, որ երկրպագեցին նրա պատկերին։
Եվ երկուսն էլ կենթանի գցվեցան կրակի լիճի մեջը, որ ծծմբով այրվում է, եւ մնացյալները սպանվեցան ձիին վրա նստողի սրիցը, որ նրա բերանիցը դուրս էր գալիս, եւ բոլոր թռչունները կշտացան նրանց մարմիններիցը։ Գիրքայտնություն գլուխ 20 Եվ տեսա մի հրեշտակ վայր գալիս երկնքիցը, որ դժոխքի բանալին ուներ, եւ մի մեծ շղթա իր ձեռքումը։ Եվ նա բռնեց այն վիշապին, այն առաջինոցին, որ Էբան սարկուն եւ սատանան, եւ կապեց նրան 1000 տարի։ Եվ գցեց նրան անդունդի մեջ, եւ փակեց, եւ կնիկ դրավ նրա վրա, որ էլ չմոլորեցնե ազգերին, մինչեւ որ 1000 տարին լրանա։ Եվ նրանից հետո պետք է, որ նա մի քիչ ժամանակ արձակվի։ Եվ տեսա աթոռներ, եւ նրանց վրա նստեցին, եւ դատավարություն տրվեցավ նրանց, եւ նրանց հոգիքը, որ գլխատվել էին Հիսուսի վկայության համար եւ Աստծո խոսքի համար, եւ նրանց, որ չի երկրպագեցին գազանին եւ ոչ էլ նրա պատկերին, եւ նրա դրոշմը չառան իրանց ճակատի եւ ոչ էլ իրանց աջ ձեռքի վրա, եւ սրանք կենթանացան եւ Քրիստոսի հետ թագավորություն արին 1000 տարի, իսկ մեռելների մնացյալները չկենթանացան, մինչև որ 1000 տարին լրանա։ Սա առաջի հարությունն է։ Երանելի եւ սուրբ է, որ բաժին ունի առաջի հարության մեջ։ Սրանց վրա իշխանություն չունի երկրորդ մահը, այլ Աստծո եւ Քրիստոսի քահանաներ կլինին, եւ նրա հետ կթագավորեն 1000 տարի։ Եվ երբ որ 1000 տարին կլրանա, կարձակվի սատանան իր բանտիցը, եւ դուրս կգնա, որ մոլորեցնե այն ազգերը, որ երկրի 4 անկյունումն են, եւ Գոգը եւ Մագոգը, որ հավաքե նրանց պատերազմի, որոնց թիվը ծովի ավազի չափ է։ Եվ վեր գնացին երկրի լայնության վրա, եւ սուրբերի բանակը եւ սիրելի քաղաքը շրջապատեցին, եւ երկնքիցը կրակ իջավ Աստվածանից եւ լափեց նրանց, եւ բանսարկուն, որ նրանց մոլորեցնում էր, գցվեցավ կրակի եւ ծծմբի լիճը, ուր որ էին գազանը եւ սուտ մարգարեն, եւ կչարչարվին գիշեր եւ ցերեկ հավիտյանս հավիտենից։ Եվ տեսա մի սպիտակ մեծ աթոռ եւ նրա վրա նստողին, որ երեսից երկինքը եւ երկիրը փախան, եւ տեղ չգտնվեցավ նրանց համար։ Եվ տեսա մեռելները մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին, եւ գրքեր բացվեցան, եւ մի ուրիշ գիրք էլ բացվեցավ, որ է կյանքի գիրքը, եւ մեռելները դատվեցան այն գրքերում գրվածներից իրանց գործերի համեմատ։ Եվ ծովն իր միջի մեռելները տվավ, եւ մահը եւ դժոխքը իրանց մեջի մեռելները տվին, եւ ամեն մեկն իրանց գործերի համեմատ դատվեցան։ Մահը եւ դժոխքը գցվեցան կրակի լճի մեջ։ Սա երկրորդ մահն է, եւ եթե մեկը գրված չգտնվեցավ կյանքի գրքի մեջ, կրակի լճի մեջ գցվեցավ։ Գիրքայտնություն գլուխ 21 Եվ տեսա նոր երկինք եւ նոր երկիր, որովհետեւ առաջի երկինքը եւ երկիրն անցավ, եւ էլ ծով չկա։ Եվ ես Հովհաննեսս տեսա Սուրբ քաղաքը, նոր Երուսաղեմը վայր գալիս Աստվածանից երկնքիցը պատրաստված, ինչպես մի զարդարված հարս իր մարդի համար։ Եվ մի մեծ ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր. «Ահա Աստծո խորանը մարդկանց հետ, եւ նա կբնակվե նրանց հետ, եւ նրանք կլինին նրան ժողովուրդ, եւ ինքն Աստված նրանց հետ կլինի նրանց Աստված, եւ կջնջի Աստված բոլոր արտասուքը նրանց աչքերիցը, եւ մահն այլևս չի լինի, ոչ սուգ եւ ոչ աղաղակ, եւ ոչ ցավ այլևս չի լինի, որովհետեւ առաջիններն անցան»։ Եվ աթոռի վրա նստողն ասեց. «Ահա ամեն բան նոր եմ անում»։ Եվ ասեց ինձ. «Գրիր, որ այս խոսքերը ճշմարիտ եւ հավատարիմ են»։ Եվ ինձ ասեց. «Եղավ, ես եմ ալֆան եւ օմեղան, սկիզբը եւ վերջը, ես ձրի կտամ ծարավին կյանքի ջրի աղբյուրիցը, ով որ հաղթե, ամենը կժառանգե, եւ ես կլինիմ նրան Աստված, եւ նա կլինի ինձ որդի, իսկ վախկոտներին եւ անհավատներին եւ պիղծերին եւ մարդասպաններին եւ պոռնիկներին եւ կախարդներին եւ կռապաշտներին եւ ամեն ստախոսներին բաժինը այս լճումը կլինի, որ կրակով եւ ծծմբով վառված է։ Սա է երկրորդ մահը։
Եվ այն 7 հրեշտակներից մեկը, որ 7 սկավառակն ունեին վերջի 7 պատուհասներով լցված, ինձ մոտ եկավ, խոսեց ինձ հետ եւ ասեց. «Եկ ցույց տամ քեզ այն հարսը, որ գառի կինն է»։ Եվ առավ տարավ ինձ հոգով մի մեծ եւ բարձր սար, եւ ինձ ցույց տվավ այն մեծ քաղաքը, Սուրբ Երուսաղեմը, որ վայր էր գալիս Աստվածանից երկնքիցը։ Եվ Աստծո փառքն ուներ, եւ նրա լուսավորությունը պատվական ակունքի նման, ինչպես բյուրեղացած հասպիս քար, որ մեծ եւ բարձր պարիսպ ուներ, եւ 12 դուռ ուներ, եւ դռների վրա 12 հրեշտակ, եւ նրանց վրա անուններ էին գրված, որ Իսրայելի որդկանց 12 ցեղերի անուններն են։ Արևելքից 3 դուռ, հյուսիսից 3 դուռ, հարավից 3 դուռ եւ արևմուտքից 3 դուռ։ Եվ քաղաքի պարիսպը 12 հիմեր ուներ, եւ նրանց վրա գառի 12 առաքյալների 12 անունները։ Եվ ինձ հետ խոսողը մի ոսկի եղեգ ուներ, որ չափեր քաղաքը եւ նրա դռները եւ նրա պարիսպը։ Եվ քաղաքը քառակուսի էր, եւ նրա երկայնությունը այնչափ է, որ չափ նրա լայնությունը, եւ չափեց քաղաքը եղեգովը, եւ նրա չափը 12,000 ասպարես, նրա երկայնությունը եւ լայնությունը եւ բարձրությունը հավասար է։ Եվ նրա պարիսպը չափեց 144 կանգուն, մարդի չափով, որ հրեշտակինն է։ Եվ նրա պարիսպի շինվածքը հասպիս քարից էր, եւ քաղաքը մաքուր ոսկի էր իստակ ապակու նման։ Եվ քաղաքի պարիսպի հիմունքը զարդարված էին ամեն ազնիվ ակունքներով։ Առաջին հիմը հասպիս, երկրորդը շափյուղա, երրորդը քաղկեդոն, չորրորդը զմրուխտ, հինգերորդը եղեգնաքար, վեցերորդը սարդիոն, յոթներորդը ոսկեքար, ութերորդը բյուրեղ, իններորդը տոպազիոն, 10-րդը քրիստոպրասոս, 11-րդը հակինթ, 12-րդը ամեթովս։ Եվ 12 դուռը 12 մարգարիտից, ամեն մեկ դուռը մեկ մարգարիտից։ Եվ քաղաքի հրապարակը մաքուր ոսկի, ինչպես թափանցիկ ապակի։ Եվ տաճար չտեսա նրա մեջ, որովհետև Տեր Աստված ամենակալը եւ գառն է նրա տաճարը։ Եվ քաղաքը ոչ արեգակին եւ ոչ լուսնի պետք չուներ, որ լույս տան նրա մեջ, որովհետև Աստծո փառքը լուսավորում էր նրան, եւ նրա ճրագը գառն էր։ Եվ փրկյալների ազգերը նրա լույսովը պիտի գնան, եւ երկրի թագավորները իրանց փառքը եւ պատիվը կբերեն նրա մեջ։ Եվ նրա դռները չեն փակվիլ ցերեկը, որովհետև գիշեր չի լինի այնտեղ։ Եվ ազգերի փառքը եւ պատիվը կբերեն նրա մեջ։ Եվ բնավ չի մտնել նրա մեջ ոչ մի անմաքրություն անող եւ պղծություն եւ ստություն գործող, բայց միայն նրանք, որ գառի կյանքի գրքի մեջ գրված են։ Գիրք հայտնություն, գլուխ 22։ Եվ ցույց տվավ ինձ մի մաքուր գետ, կենդանի ջրի ակնվանու նման փայլուն, որ դուրս էր գալիս Աստծո եւ գառի աթոռից։ Եվ նրա հրապարակի միջումը եւ գետի այս կողմին եւ այն կողմին կյանքի ծառ կար, որ 12 կերպ պտուղ էր բերում։ Ամեն մեկ ամիս տալիս էր իր պտուղը, եւ այն ծառի տերևը բժշկում էր հեթանոսներին։ Եվ այլևս նզովք բնավ չի լինի, եւ Աստծո եւ գառի աթոռը նրանում կլինի, եւ նրա ծառաները կպաշտեն նրան, եւ նրա երեսը կտեսնեն, եւ նրա անունը նրանց ճակատների վրա։ Եվ գիշեր չի լինի այնտեղ, եւ ճրագի եւ արեգակի լույս պետք չէր նրանց, որովհետև Տեր Աստվածը լուսավորում է նրանց, եւ կթագավորեն հավիտյանս հավիտենից։ Եվ ասեց ինձ. այս խոսքերը հավատարիմ եւ ճշմարիտ են, եւ Տերը Սուրբ Մարգարեից Աստվածն իր հրեշտակն ուղարկեց, որ իր ծառաներին ցույց տա այն, որ շուտով պիտի լինի։ Ահա շուտով գալիս եմ։ Երանի նրան, որ այս գրքի մարգարեության խոսքերը պահում է։ Եվ ես, Հովհաննեսս, այս բաները լսող եւ տեսնողս, երբ որ լսեցի եւ տեսա, ընկա, որ երկրպագեմ այն հրեշտակի ոտների առաջին, որ այս բաները ցույց էր տալիս ինձ։ Եվ նա ինձ ասեց. զգուշացիր, մի անիր, որովհետև ես ծառայեկից եմ քեզ եւ քո եղբայր մարգարեների եւ այս գրքի մարգարեության խոսքերը պահողների, Աստծուն երկրպագիր։
եւ ասեց ինձ. «Մի կնքիր այս գրքի մարգարեության խոսքերը, որովհետև ժամանակը մոտ է։ Անիրավություն գործողը թող էլ անիրավանա, եւ կեղտոտը թող էլ կեղտոտվի, եւ արդարը թող էլ արդարանա, եւ սուրբը թող էլ սրբվի։ Եվ ահա շուտով գալիս եմ, եւ իմ վարձքն ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցանեմ ինչպես իր գործը կլինի։ Ես եմ ալֆան եւ օմեղան, սկիզբը եւ վերջը, առաջինը եւ վերջինը։ Երանելի են նրա պատվիրանքները պահողները, որ նրանցը կլինի իշխանությունը կյանքի ծառի վրա, եւ քաղաքի դռնովը ներս կմտնեն։ Բայց դուրսն են շները եւ կախարդները, եւ պոռնիկները եւ սպանողները, եւ կռապաշտները, եւ ամեն ստություն սիրողն ու գործողը։ Ես, Հիսուսս, իմ հրեշտակն ուղարկեցի, որ վկայե ձեզ այս բաները եկեղեցիների մասին։ Ես եմ Դավիթի արմատը եւ սերունդը եւ առավոտյան պայծառ աստղը։ Եվ հոգին եւ հարսն ասում են. «Եկ», եւ լսողն ասե. «Եկ»։ Եվ նա, որ ծարավ է, թող գա, եւ նա, որ կամենում է, թող առնե կյանքի ջուրը ձրի։ Որովհետև ես վկայում եմ ամենին, որ լսում է այս գրքի մարգարեության խոսքերը։ Եթե մեկը բան ավելացնե սրանց վրա, Աստված կավելացնե նրա վրա այն պատուհասները, որ այս գրքումը գրված են։ Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերիցը բան պակասեցնե, Աստված կպակասեցնե նրա բաժինը կյանքի գրքիցը եւ սուրբ քաղաքիցը եւ այս գրքում գրվածներիցը։ Այս բաներին վկայողը ասում է. «Այո, ես շուտով գալիս եմ։ Ամեն։ Եկ, Տեր Հիսուս։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեր ամենի հետ։ Ամեն»։